Ծովագայլը։ Գլուխ առաջին։ Ճիշտն ասած, չգիտեմ որտեղից սկսեմ, թե երբեմն կատակի համար դրա բուն սկզբնապատճառը համարում եմ Չարլի Ֆարասետին։ Նա մի ամառանոց ուներ Միլ Վելիում, Թամալփես լեռան ստորոտում, որտեղ իր ազատ ժամանակն էր անցկացնում ձմեռվա ամիսներին ուղեղը հանգստացնելու համար կարդում էր Նիցշե ու Շոպենհաուեր, իսկ ամռանը նախընտրում էր տաք ու փոշոտ քաղաքում ապրել, անվերջ աշխատել։ Եթե ես ամեն շաբաթ օր նրան այցելելու մինչ երկուշաբթի առավոտ նրա մոտ մնալու սովորություն չունենայի, ապա հունվար ամսի այդ հիշարժան երկուշաբթի օր Սան Ֆրանցիսկոյի ծովախորշում չէի լինի։ Կարող եմ ասել, որ ապահով նավի վրա էի, քանի որ Մարտինեզը նոր շոգենավ էր իր 4-րդ կամ 5-րդ ճանապարհորդությունն էր կատարում Սաուսալիտոյի Սան Ֆրանցիսկոչի միջ։ Մեզ սպառնացող վտանգը ծովածոցը ծածկող մշուշն էր, իսկ ես ծովային չլինելով այդ բանը չէի հասկանում։ Լավ հիշում եմ, որ հանգիստ ու զվարթ տրամադրությամբ տեղավորվեցի վերի տախտակամածի առաջամասում, ղեկորդի խցիկի ճիշտ ներքը, այնուհետ իմ երակայությունն սկսեց զբաղվել մշուշի գաղտնիքով։ Փչում էր թարմ զեփյուռը, ես միաժամանակ մենակ էի մնացել այդ խոնավ մթության մեջ, թե ոչ բոլորովին մենակ, քանի որ տարտամորեն զգում էի ղեկորդի ներկայությունը, ինչպես մի ուրիշ անձնավորության ներկայությունը, ըստ երույթին նավապետի, որը գտնվում էր վերի ապակեպատ խցիկում։ Հիշում եմ, մտածում էի, թե ինչքան լավ է, որ աշխարհում աշխատանքի բաժանում գոյություն ունի, հետապես ծովածոցի մյուս կողմն ապրող բարեկամիս այցելելու համար ես պետք չունեի ուսումնասիրելու մշուշները, քամիները, մակընթացություններն ու նավագնացության կանոնները։ Լավ է, որ յուրաքանչյուր բնագավառում մասնագետներ կան, խորհրդածում էի ես։ Ղեկորդի նավապետի մասնագիտական գիտելիքները ծառայում են հազարավոր մարդկանց, որոնք ինձ նման ոչինչ չգիտեն ծովի նավագնացության մասին։ Եվ այսպես փոխանակ ուժ վատնելու բազմապիսի գիտելիքներ ձեռք բերելու համար, ես այն կենտրոնացնում եմ միայն մի քանի առանձին հարցերի վրա, ինչպիսին է, օրինակ, Էդգար Պոյի դերը ամերիկյան գրականության մեջ, մի թեմա, որին իմիջի այլոց նվիրված էր, Ատլանտիկի վերջին համարում տպագրած հոդվածս։ Երբ նոր էի շոգենավ բարձրացել, ընդհանուր նավասենյակից անցնելիս մեծ գոհունակությամբ նկատել էի, որ մի գիրուկ ջենթլմեն կարդում էր Ատլանտիկում տպագրած հոդվածս։ Այդ հանգամանքն էլ է վկայում աշխատանքի բաժանման առավելությունների մասին։ Ղեկորդի նավապետի մասնագիտական գիտելիքները գիրուկ ջենթլմենին հնարավորություն էին տալիս ոչ միայն ծանոթանալու Պոյի վերաբերյալ իմ մասնագիտական գիտելիքներին, այլ միաժամանակ նրան ապահով փոխադրում էին Սաուսալիտոյից Սան Ֆրանցիսկո,